Բարև ձեզ, Սարվատ Հեման եմ, այսօրվա հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարև ձեզ, պարոն Գալստյան։ Պարոն Գալստյան, պատմական այց է տեղի ունեցել Հայաստան եւ այս երկու օրը լայն արձագանք է գտել այդ այցը, խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի Վենսի այցի մասին է։ Նախ, եթե կարելի ասել, կարող ենք ամփոփել, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, քանի որ առաջի բարձրաստիճան պաշտոնյան է, որը գալիս է Հայաստան։ Միանշանակ պատմական է այցը, ինչքան էլ փորձեն մյուս կողմերը բացասական երանգներով ներկայացնել այս իրողությունը, դա միանշանակ փաստ է, որովհետև անկախ Հայաստանի 91 թվականից մինչ օրս կարծում եմ ամենաբարձր պաշտոնյանը Միացյալ Նահանգների, որ այցելել է Հայաստանի Հանրապետություն, անկախ Հայաստանի Հանրապետություն, եւ դա այսպես թե այնպես իր ազդեցությունը ունենալու է հետագա մեր գործընթացների եւ հարաբերությունների վրա։ Ես կարծում եմ, որ սա մենք կարող այս երևույթը մենք կարող ենք տեսնել 99-2000-2001 թվականներին, ցավոք հոկտեմբերի 27-ով կանխվեց, այսպես ասած, այս հարաբերությունների սերտացումն ու գործընթացների սկիզբը հոկտեմբերի 27-ի ցավալի չարաբաստիկ սպանդի պատճառով։ Եվ կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառը այս երևույթի կանխումն էր, այլապես մենք այս տեսնելու ենք 20 եւ ավել տարիներ առաջ այս երևույթը։ Կարծում եմ Միացյալ Նահանգների ներգրավվածություն այս տարածաշրջանում ակնհայտ է եւ գնալով մեծանում է։ Սա խոսում է նաեւ Ռուսաստանի ազդեցության թուլացումից, այս տարածաշրջանից դուրս գալու կամ ազդեցությունը կորցնելու երևույթից, որը կարծում եմ մեզ համար այս պահին բավական դրական է։ Նկատի ունենալով Ռուսաստանի վերջին տարիների մեր հանդեպ վարած քաղաքականությունը, չակերտավոր մեր դաշնակցային հարաբերությունները։ Պարոն Գալստյան, կարճ այց էր, բայց բավական հարուստ տոկակարգով նկատի ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր, խոսվեց ներդրումների մասին, միջուկային էներգիայի զարգացման մասին, ամերիկյան ներդրումների մասին եւ նաեւ ինչ-որ առումով նաեւ անսպասելի էր ռազմական այս դրոնների ձեռքբերման մասին, ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները սպասվածից ավելի շատ է փորձում ներգրաված լինել մեր տարածաշրջանում։ Միանշանակ օգտվելով նաև Ռուսաստանի այս պահի բավականին թույլ լինելու, բավականին ոչ ազդեցիկ լինելու գործոնից, բնական է, որ ավելի ամրանալու, ավելի արմատներ ձգելու հնարավորություն է ստացել եւ փորձելու է դա իրականացնել, այսպես ասած, ձեռքից բաց չթողել, եւ եթե ընդհանուր վերցնենք Միացյալ Նահանգների մեր վրա ազդեցությունը եւ տարածաշրջանի, բնական է ցանկացած գերտերություն առավել եւս ամենագերտերությունն, այսպես ասած, ունենալու է շահերն ու իր նպատակները այս տարածաշրջանում, որը կարող է ինչ-որ չափով նաև տարիների ընթացքում համահունչ չլինի մեր քաղաքականությանը, բայց չեմ կարծում, որ զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, մեր դաշնակցային, այսպես ասած, հարաբերություններին տարիներ շարունակ նույն պատկերը կարող ենք տեսնել, որովհետև նախ Միացյալ Նահանգները ի տարբերություն Ռուսաստանի ինստիտուցիոնալ երկիր է, անկախ Թրամփի գոյությունից եւ գործունեությունից հետագա իշխանական փոփոխություններից Միացյալ Նահանգներում օրենքները եւ որոշումները եւ ստորագրված պայմանագրերը բավականին սթափ են եւ իրավական ուժ ունեցող են, որը չենք կարող ասել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևավորվում է զուտ անձնական նեղանձնային հարաբերությունների վրա, որի բացասական արդյունքը նաև մենք նկատեցինք 20, 21 եւ 23 թվականի Արցախի վերջնական հայաթափման ցավալի երևույթներով։ Պարոն Գալստյան, ինչ է աղմկում ընդդիմությունը, փորձում են այս երկրորդ ամեն կերպ ցույց տալ, որ այս այցը այդքան էլ կարևոր չէ, դեռ ավելին ինչ-որ առումով նաև ավելի վտանգավոր հեռանկար է սպասվում Հայաստանին։ Նախ ես նրանց ընդդիմություն որպես այդպեսին որևէ անգամ չեմ ընդունել, ռուսական 5-րդ շարասյունը, ռուսական ազդեցության տակ գտնվող այդ ռավանշիստական խումբը ինձ համար ընդդիմություն չէ։ Ընդդիմությունը նա է, որ առողջ փոփոխությունների, նույնիսկ առողջ իշխանափոխության ջատագով է եւ պայքարող դրա համար, այլ ոչ թե ցանկացած գնով Հայաստանը նորից հետ քաշելու, հետ ձգելու եւ ռուսական ճահիճի մեջ նորից ընկղմելու քաղաքականություն վարող այդ ուժերը ինձ համար ընդդիմություն են համարում։ Այդպես էլ պետք է լինեին, որովհետև նրանց համար աշխարհի կենտրոնը Ռուսաստանն է եւ նրանց թելադրման
այսպես ասած ամբիոնը դա Մոսկվան։ Դրանից այն կողմ ոչինչ նրանք տեսնել չեն կարող եւ նրանք բնական է պետք է փորձեն ամեն գնով սևացնել այս գործընթացները, ամեն գնով քննադատել, ցույց տալու որ իրողությունները այս պահին ի նպաստ Հայաստանի չեն, սակայն նրանք ոչ մի այլընտրանք չեն առաջարկում եւ նրանց այսպես թեմպս առաջարկած այլընտրանքը Ռուսաստանն է, որի ազդեցությունը մենք տեսել ենք թե սրանից 100 տարի առաջ, թե խորհրդային տարիներին, թե ցարական Ռուսաստանի ժամանակ, առավել եւս վերջին գոնե 5-6 տարիներին։ Օրերս Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ձեռք բերված երակող պայմանավորվածությունները նկատի ունի 20-ից 22 թվականների հատվածում դեռ հնարավորություն տալիս են, որպեսզի ապաշրջափակում տեղի ունենա, զարգացում լինի, անվտանգային երաշխիքներ լինեն։ Ռուսաստանը խիստ խանդով է վերաբերվում այս գործընթացներին, որովհետև սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այսպես եթե փորձենք ռեալ մեկնաբանել, Ադրբեջանը եւս դուրս է գալիս կամ դուրս է եկել արդեն իր վերահսկման դաշտից, հետեւաբար այս տարածաշրջանում իր ազդեցության կորուստը իր համար համարվում է լուրջ խնդիր, մանավանդ այս վիճակում, հետեւաբար փորձել է նորից կամուրջներ վերականգնել, որը տրամաբանական չէ։ Այսինքն Լավրովը կարծում եմ փոքր չէ տարիքով, սակայն չեմ կարծում այնքան մեծ է, որ հիշողությանը այդքան լուրջ խնդիր ունենա եւ չհիշի 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերություններում Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրերի կատարման, այսպես ասած, ճակերտավոր կատարման երևույթներում եւ անտեղի թող այսպես փրփուրներից չկախվեն եւ չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր նույնիսկ ցանկանալու դեպքում այնքան հնարավորություն ունի, որ կկարողանա այս տարածաշրջանում դերակատարություն ունենալ եւ իր առաջարկած մեխանիզմները կյանքի կոչել լիարժեք։ Ռուսաստանը պարզապես ջղաձիկ քայլեր է անում, ջղաձիկ պորտկումներ է ցույց տալիս, հավելումն նաև նրա արբանյակ երևույթների, արբանյակ լրատվամիջոցների եւ Մարիա Զախարովաների, թե ինչպես են նրանք փորձում ամեն գնով սևացնել այն հարաբերությունները, այն գործընթացները, որը իրականացնում է Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, Արևմուտքի հետ, իդեմս Միացյալ Նահանգների։ Պարոն Գալստյան, վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը 4 պատանդ ազատ բաց թողեց հայերի, բայց միևնույն ժամանակ որոշ ժամանակ անց ՑՄԱ դատապարտեց ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ոնց կմեկնաբանեք դա եւ արդյոք հնարավոր է որ փոխնախագահի Միացյալ Նահանգների այցը նպաստի որպեսզի մյուս գերիներն եւս հետ վերադառնա։ Ես կարծում եմ իր դրական ազդեցությունը կունենա Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը տարածաշրջան եւ Ադրբեջան, ենթադրում եմ, որ գերիների մի զգալի մաս եւս կվերադառնա Հայաստան, որոնք ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն, որովհետեւ մարդիկ, որոնք պայքարել են իրենց պաշտպանել են իրենց, որի ընթացքում գերի են վերցվել, նրանք չեմ կարծում, որ այդքան լուրջ արժեք են ներկայացնում Ադրբեջանի համար եւ մոտ շրջանում ի բարեբախտություն մեզ կարող ենք տեսնել նաեւ այդ տղաներին, մեր հերոս տղաներին, ինչ վերաբերում է Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ նրանք դեռ կմնան Ադրբեջանում, մանավանդ որ դատավճիռ են կայացրել բնականաբար ոչ տրամաբանական, սակայն Ադրբեջանը եւս իր ժողովրդին, Ադրբեջանի իշխանությունը իր ժողովրդին եւս ցույց տալու, այսպես ասած, խաղության նոխազ պետք է ունենա, որը դեռ որոշ ժամանակ կպավեն Ադրբեջանում, որից հետո իրավիճակը ցույց կտա, թե կարտահանձնեն թե ոչ։ Ենթադրում եմ, որ նրանց արտահանձնման այս տեսլական այս բանը այնքան էլ իրատեսական չէ։ Պարոն Գալստյան, Հայաստանը մտնում է նախընտրական ակտիվ փուլ, պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել, բայց բոլոր ուժերը գրեթե սկսել են այդ քարոզարշավը։ Հիմա շատ ակտիվ է Սամվել Կարապետյանը, ակտիվացել է նորից Քոչարյանը, ընդհանրապես Սամվել Կարապետյանի այդ ուժին ոնց եք վերաբերում նրանց առաջ քաշած ծրագրերին, այդ ինչ որ արվով նաև պոպուլիստական ծրագրերին։ Ես լուրջ չեմ վերաբերվում ռուսական ազդեցության գոտում գործող որևէ քաղաքական ուժի, այդ թվում եւ Սամվել Կարապետյանի, սակայն ռեսուրսը, նյութական մեծ ռեսուրսը իր ազդեցությունն ունենալու է, չի կարելի բացառել եւ կարծում եմ հիմնական, այսպես ասած,
ընդդիմախոս ընդդիմադիրը լինելու է Սամվել Կարապետյանի ձևավորվող թիմը, եթե իհարկե կկարողանա վերջնական օրինական գրանցման գնալ եւ հայտ ներկայացնել ընտրություններին մասնակցելու։ Ռուսաստանը ենթադրում եմ, որ քննարկում է մի քանի տարբերակ, մի քանի սցենար ընտրությունների, որոնցից մեկը Գյումրու սցենարն է, Գյումրու քաղաքապետի ընտրությունների սցենարն է, տարբեր ճակատներով գնալ ընտրությունների, որից հետո կոնսոլիդացնել ուժերը, որը իրենց պատկերացմամբ 50 եւ ավել տոկոս կլինի։ Երկրորդ տարբերակը նախնական համաձայնության գալով գնալ նախընտրական դաշինքի ձևավորման այդ ռուսական ուժերի, որը չեմ կարծում, որ հնարավոր է, որովհետև այստեղ եւս խոսելու է հայկական ամբիցիաները, չնայած նրանք ավելի շատ թելադրանքով ուղղորդվող քաղաքական ուժեր են, քան սեփական կարծիքն ու դեմք ունեցող հասկանալի է ում կողմից, հետեւաբար տարբեր սցենարների մենք կարող ենք ականատես լինել։ Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, իմ պատկերացմամբ իրական ընդդիմությանը, ցավալին այստեղ է, որովհետև ես կարծում եմ, որ շատ թեքից թափ եւ առողջ, ավելի արևմտամետ եւ ավելի ժողովրդավար քաղաքական միավորները ուժերը կկարողանան կոնսոլիդացվել այս նախընտրական շրջանում հայտ ներկայացնելու համար, ցավոք դեռ նկատելի չեն այդ միավորումները, որոնք բերելու են բավականին լուրջ խնդրի, այսինքն այդ քաղաքական ուժերը չհաղթարելով 4-5% սահմանագիծը խորհրդարան մտնելու, այդ ձայները նվիրելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ ռուսական ազդեցության տակ գտնվող, այսպես ասած, ճակերտավոր ուժերին, բնականաբար համամասնորեն բաշխելով իրենց խորհրդարան չտարած փոշիացրած ձայները։ Ես կարծում եմ, քանի դեռ շատ ուշ չէ, շատ լավ կլինի եւ շատ տրամաբանական կլինի, երբ որ տեսնենք որոշակի ուժերի կոնսոլիդացիան, որպես այլընտրանք եւ իշխանություններին եւ այսօրվա խորհրդարանական ընդդիմությանն ու Սամվել Կարապետյանի նոր ձևավորող ուժի։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, սակայն կարծում եմ, որ հասարակության մի զգալի մաս եւս կիսում է իմ կարծիքը։ Նրանք հայտարարել են, որ վարչապետի իրենց տեխնացուին անունը կհայտարարեն 2 օր անց 12-ին փետրվարի, ձեր կարծիքով ով կարող է առաջադրվի, ով կարող լինի իրենց տեխնացու։ Ենթադրում եմ, հույս ունեմ, որ մինչև ընտրությունները այս քրեական գործերը ինչ որ ձևով հանգուցալուծում կունենան եւ իրենց տեխնացուն կարծում եմ նախ եւ առաջ Սամվել Կարապետյանն է, խոսակցություն է գնում նաև Գազպրոմ Արմենիայի նախկին մեր ղեկավար, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը շարքում է, ենթադրում եմ, որ նրան եւս կարող ենք տեսնել վարչապետի տեխնացուի պաշտոնում, սակայն կանխավ ենթադրություններ անելը կարծում եմ ճիշտ չի, եթե մանավանդ 2 օր են ասել, 2 օրը սարերի հետևում չէ եւ կիմանանք եւ դրանից հետո կհասկանանք ինչպիսի դիրքորոշում եւ ինչպիսի քաղաքական կոնստրուկտուրա են ձևավորում ընտրություններին մասնակցելու։ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց մի քանի օր առաջ եւ կարծես ակնարկեց կամ ուղիղ ասեց, որ մտադիր չէ առաջնորդի ընդդիմության կամ իրենց շրջանի առաջնորդի դիրքերը տեղը զիջել Սամվել Կարապետյանին, նշեց, որ ամենալավ ղեկավարը ինքը կարող է լինել, կարող է փրկել Այո, ինքը մի անգամ 10 տարի շարունակ փրկել է Հայաստանը, որի արդյունքում մենք այս վիճակում ենք, այո, փրկել է մեր ունեցվածքը, մեր հարստությունը գրոշների դիմաց Ռուսաստանին գույք պարկի դիմաց տրամադրելով, Հայաստանը եւս մեկ անգամ եւ ավելին ռուսական ազդեցության ճնշումներին ենթարկելով եւ Հայաստանը իր ինքնիշխանությունից զրկելու իր բոլոր քայլերով։ Եթե փրկությունը եւ երկրի կառավարումը այդպես է պատկերացնում, հայ ժողովուրդը շնորհակալ է Ռոբերտ Քոչարյանից եւ ինքը եթե մի փոքր անգամ հարգանք է վայելում մեր ժողովրդի նկատմամբ, հետեւաբար հերո պետք է մնա քաղաքականությունից, այլապես այս ժողովուրդը հետին նախկինին վերադառնալու, նախկինի տեսածը տեսնելու կարծում եմ որևէ ցանկություն չունի, անկախ նրանից ինչքանով է գող գործող իշխանություններից, ինչքանով է դժգոհ գործող իշխանությունների քաղաքականությունից, ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին սթափ մտածող ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ կարծում, որ լուրջ կարող է լինել։
Բանասյան, շատ է խոսվում, որ հնարավոր է ընտրություններին Ռուսաստանից այնտեղ բնակվող հայեր գան Հայաստան մասնակցեն ընտրություններին եւ ազդեն արդյունքների վրա, խոսքը մի քանի տասնյակ քաղաքացիների մասին է, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն նաեւ, բայց բնակվում են Ռուսաստանում, որքանով է դա իրատեսական եւ արդյոք նրանք կարող են ինչ-որ եղանակ փոխել։ Հնարավոր է, որովհետև այսքան տարիներ մեր իշխանությունները օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն իրականացրել, որը կարող է աշխատել ոչ միայն իրենց դեմ, իրենց իշխանության դեմ, այլ նաև մեր պետության ու պետականության դեմ ցավոք։ Այսինքն, այո, Ռուսաստանի Դաշնությունում հիմնականում բնակվող քաղաքացիները ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ, վերցնենք 200,000 արտագնա աշխատանքով աշխատող հայ ապրում է Ռուսաստանում, չեմ խոսում ուղղակի այնտեղ մշտական ապրող հայերի մասին, հանձնագիր ունեցող ուղղակի արտագնա աշխատանքով։ Այդ մարդկանց վրա ազդեցություն ունենալը Ռուսաստանում ապրող հայ օլիգարխների անհամեմատ ավելի մեծ կլինի կապված իրենց աշխատանքի հետ, նրանց տրվող գումարների հետ եւ այլն, հետագայում նորից հետ վերադարձի աշխատանքի օրինակներով, հետևաբար կարծում եմ այս իր ազդեցությունը ունենալու է, սակայն իշխանությունները շատ ավելի ճիշտ կլինեն, բացի այն, որ բարեգործություններն ու բարեգործական ակցիաները այս շրջանում օրենքով արգելելուց բացի, նաև մեխանիզմ պետք է մշակած լինեին արդեն Ռուսաստանից վերադարձող հայերի ընտրությանը մասնակցել, չմասնակցելու կարգավիճակին, որովհետև ես չեմ կարծում, երբ որ արտագնա մեծ հարգանք բոլոր հայերին, թե Սփյուռքում ապրող հայրենիքում ապրող, սակայն չեմ կարծում, որ 10-11 ամիս Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընդամենը 1-1.5 ամիս Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող հայը նույն իրավունքները պետք է ունենա, ինչ որ մշտական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսինքն ընտրել Հայաստանում իշխանություններ եւ գնալ Ռուսաստանում փող աշխատելու, այնտեղի ազդեցությունը տարածել մեր պետության եւ պետականության վրա, կարծում եմ վտանգավոր է եւ վնասակար։ Հետեւաբար իշխանությունները անելիք ունեն եւ անելիք ունեն եւ վաղուց պետք է արած լինեն նկատի ունենալով նման իրավիճակները։ Կաթողիկոսի շուրջ ճգնաժամը կարծես այսօրին երկրորդ պլան է մղվել, բայց մնում է օրակարգում լուծումներ կլինեն, մանավանդ որ ձեր կարծիքով կլինեն լուծումներ առաջիկայում թե չէ, մանավանդ որ Մայրաթորը հայտարարել է եպիսկոպոսաց ժողով գումարել արտերկրում, ինչը աննախադեպ է հայոց պատմության մեջ։ Ոչ միայն աննախադեպ է, խայտառակություն է ունենալ անկախ պետություն, ունենալ հայրենիք եւ արտերկրում գումարել հայկական հոգեվորական հայաստանյան հոգեվորական դասի գլխավոր ժողով, գերագույն ժողով, դա պարզապես եւ ծիծաղելի եւ ամոթալի, ինչ վերաբերում է այս գործընթացներին, անկեղծ ասած ես ունեմ իմ կարծիք, իմ սուբյեկտիվ կարծիքը գործող կաթողիկոսի եւ իր գլխավոր թիմի նկատմամբ, ինձ համար նրանք հոգեվորականներ չեն, ինձ համար անընդունելի է 1700 եւ ավել տարի քրիստոնյա պատմություն ունեցող հայ ժողովրդի հայ առաքելական եկեղեցուն նման ղեկավար կազմ, նման կաթողիկոս ունենալում եւ կարծում եմ, որ մեզ պետք է շատ ավելի հոգեվորական, շատ ավելի նվիրյալ եւ հավատացյալ հոգեվոր հովիվ, այլ ոչ այն մարդն է, որն այսօր նստած է դեռ միացնում որպես կաթողիկոս, սակայն ինձ համար նաեւ շատ դեպքերում անընդունելի է իշխանությունների որդեգրած քաղաքականությունը կաթողիկոսի դեմ տարվող աշխատանքներում, որը շատ հաճախ դիտվում է եւ մեկնաբանվում է որպես հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար, չնայած ես չեմ կիսում այդ կարծիքը, չնայած չեմ կիսում այն հասարակության զանգվածի կարծիքը, որ այս պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ է, սակայն այս գործելավոճով հեռացնել կաթողիկոսին, հեռացնել Կտրիշ Ներսիսյանին իրենց մեկնաբանությամբ ասած, ինձ համար այնքան էլ ընդունելի չի, որովհետև դա պետք է լիներ հիմնականում եկեղեցական օրենքների եւ օրենսդրության շրջանակում եւ հնարավորություն տարիներ շարունակ ունեցել է մեր իշխանությունը գնալ դրան, ցույց չտալով իր տետատետ պայքարը, անձնական պայքարը Գարեգին երկրորդ ամենայն հայոցի նկատմամբ։ Ես կարծում եմ, երբ որ 18-20 թվականներին տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխություն, եկեղեցում եւս փոփոխությունների կարիքը կար եւ մի շարք եկեղեցականներ պայքարի էին դուրս եկել նոր Հայաստան նոր հայրապետ կարգախոսով եւ այն ժամանակ իսկական ժամանակներ ձերբազատվելու Գարեգին երկրորդ կաթողիկոսից եւ ունենալ շատ ավելի հոգեվոր, շատ ավելի բարոյական, շատ ավելի մարդկային եւ ազգային հոգեվոր հովիվ։
Պարոն Գասյան, ընդդիմությունը շատ է բարձրաձայնում, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, բռնաճնշումներ են, կան բազմաթիվ քաղաքական իրենց ասելով քաղաքական բանտարկյալներ, վատ է վիճակը Հայաստանում։ Միանշանակ չեմ կիսում նրանց կարծիքը եւ ինձ համար ընդունելի չէ այդ որոշումը, դիրքորոշումը, սակայն այստեղ նաեւ ճշմարտության ինչ որ երանգ կա կապված ժամկետների հետ, որովհետեւ ընտրությունների շեմին նման քրեական գործերի տարածումն ու նման ձերբակալությունները կասկածի տեղիք է տալիս նման խոսույթին։ Հետևաբար այս գործընթացները, որոնք մենք տեսնում ենք, ձերբակալությունները, քրեական գործերը, մենք պետք է տեսնենք վերջին 8 տարիներին, այլ ոչ ընտրությունների շեմին, որը իր բնական է իր բացասական ազդեցությունը թողելու է նաև հասարակության վրա։ Հետևաբար իշխանությունն այստեղ եւս ունի մեծ թերացում, մեծ բաստողում այս գործընթացները ժամանակին չիրականացնելու եւ ընտրությունների շեմին բերելու քրեական գործերը նրանց կողմից դիտվելու եւ բարձրաձայնվելու որպես քաղաքական հետապնդումներ եւ անձանց որպես քաղբանտարկյալներ ներկայացնելու։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն էր, կհանդիպենք առայժմ։